Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրում։ Ֆիդանի խոսքով Թուրքիան մտադիր է նորմալացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ դրա համար անհրաժեշտ կամք կա ինչպես Ադրբեջանի եւ Թուրքիայի, այնպես էլ Հայաստանի կողմից։ Հական Ֆիդանը նշել է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել են թրեփի իրականացման շրջանակային փաստաթուղթը։ Վաշինգտոնին չի հաջողվել շահել Թեհրանի վստահությունը Իսլամաբադում ԱՄՆ-Իրան բանակցություններից հետո հայտարարել է Թեհրանի գլխավոր բանակցող երկրի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նա հայտնել է, որ Պակիստանում անցկացված քննարկումների ժամանակ իր բանակցային թիմը առաջնայող նախաձեռնություններ է ներկայացրել, սակայն Միացյալ Նահանգներին չի հաջողվել ձեռք բերել իրանական պատվիրակության վստահությունը։ ԱՄՆ զինված ուժերը հարմար պահի կոչնչացնեն այն քիչ մասը, որը մնացել է Իրանից, սոցցանցի էջում գրել է Թրամփը։ Նա նշել է, որ Թեհրանը չի հրաժարվել իր միջուկային հավակնություններից։ ԱՄՆ ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուցի շրջափակումը, կարգելվի ցանկացած նավի մուտքը կամ ելքը նեղուց։ Ամերիկյան ուժերը նաև կփնտրեն եւ կկալանավորեն այն նավերը, որոնք վճարել են Իրանին նեղուցով անցնելու համար, հայտարարել է Թրամփը։ Իրանը պատրաստ է հավասարակշռված եւ արդար գործարքի Միացյալ Նահանգների հետ եւ Թեհրանի շահերը մնում են կարմիր գիծ, Պուտինի հետ զրույցում հայտարարել է Իրանի նախագահը։ Իրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված եւ արդար համաձայնագրի հասնելուն, որը Մերձավոր Արևելքում կապահովի երկարատև խաղաղություն եւ անվտանգություն, ասել է Փեզեշքյանը։ Իսրայելը կարող է Թուրքիային հռչակել որպես նոր թշնամի, այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը։ Իրանից հետո Իսրայելը չի կարող առանց թշնամու։ Մենք տեսնում ենք, որ նրանք փորձում են նոր հռետորաբանություն մշակել եւ Թուրքիային հռչակել որպես նոր թշնամի։ Մենք դա նկատում ենք ոչ միայն Նեթանյահուի, այլ նաեւ իսրայելական որոշ ներկայացուցիչների շրջանում, հայտարարել է Ֆիդանը։